Դեկտեմբերի 7-ին կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց սիրված մտավորական, կլարնետահար, դուդուկահար, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Խաչատուրի Անանյանը։ Գագիկ Անանյանը ծնվել է 1947 թվականի մարտի 31-ին Աբխազիայի Սուխումի քաղաքում։ 1962-ին ավարտել է Վանաձորի թիվ 4 դպրոցը։ 1962-1965 թվականներին սովորել է Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժնում։ 1965-1966 թվականներին աշխատել է Վանաձորի քիմգործարանի մշակույթի պալատի փողային նվագախմբում, եղել պալատի պարային համույթի գործիքային մասի ղեկավարը։ 1966-68 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելով աշխատանքի անցել Վանաձորի Խորովել երգի պարի անսամբլում որպես երաժիշտ խմբավար։ 1975-1979 թվականներին սովորել է Օդեսայի Լոմոնոսովի անվան տեխնոլոգիական ինստիտուտի թեթև արդյունաբերության բաժնում, ստանալով ինժեներ-տեխնոլոգի որակավորում։ 1996-ին նշանակվել է Հորովել անսամբլի գեղարվեստական ղեկավար, 1997-ից տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ Հորովել անսամբլի կազմում մասնակցել է բազմաթիվ համերգների, հանրապետական, համամիութենական և միջազգային փառատոների Ֆրանսիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Իտալիայում, Իրաքում և այլուր։ Բազմիցս արժանացել է պատվոգրերի և շնորհակալագրերի։ 2012-ին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ 2013 թվականին Գագիկ Անանյանն արժանացավ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։ Լոռի հեռուստաընկերության ողջ աշխատակազմը, վանաձորցի արվեստագետները, ընկերներն ու բարեկամները խորապես վշտակցում են Գագիկ Անանյանի ընտանիքին։